Այսօր կայացավ 7 ճանապարհ ինքնակարգավորման ինտերակտիվ գրքույկի շնորհանդեսը։ Գրքույկը հասանելի է նաև թվային տարբերակով developmentprinciples.org կայքում, կարելի է այցելել, բեռնել ամբողջությամբ գրքույկը։ Գրքույկի օգտագործման հետ կապված մի քանի բան նշեմ, որ կան բաժիններ, ամեն բաժնի ավարտին ունեն QR կոդեր, որը սկանավորելով անցնում եք տվյալ բաժնի podcast-ի համապատասխան էպիզոդը, իսկ podcast-ում առավել մանրամասն է տվյալ բաժնի մասին խոսվում։ Գրքույկում առկա են հետաքրքիր թեմային վերաբերյալ վարժություններ, ուղղորդող հարցեր, որոնց պատասխաններ դուք կարող եք ձեզ համար լրացնել համապատասխան դաշտերում։ Թվային տարբերակը բեռնելու դեպքում կարող եք պարզապես ձեր նոթատետրի մեջ նշումները անել կամ տպագրել։ Երբ ստացա առաջարկը, շատ ավելի համեստ էի ընդհանուր process-ը պատկերացնում, այն առումով, որ մտածում եմ, որ մասնագիտական լուծումներ տալու հարցը, տեքստի հետ աշխատելու հարցը եւ այլն, ավելի մեծ արձագանք հաստացել, շատ ավելի մեծ բան է, քան ես պատկերացնում եմ, էլի։ Ենթադրվում է, որ ինչքան հոգի կրթված է հասարակությունը, այնքան պետք է, որ կամ ավելի քիչ լինեն խնդիրներ, կամ ավելի հեշտ կանխեն։ Երբ ստացանք առաջարկը, գիտեինք, որ պետք է աշխատենք մի գրքույկի վրա, որը նպատակ ունի օգնելու հենց շատ դժվար, հա, աղետից կամ այդ մարդածին աղետից տուժած մարդկանց, բայց հենց աշխատանքի ընթացքում եւ նույնիսկ առաջարկը գրելուց հասկացանք, որ այն ինչ որ ստացվելու է, նախատեսված է լինելու ցանկացած մարդու համար։ Մեր համար դա նոր փորձառություն էր, բայց շատ գոհ ենք, համագործակցությունը շատ լավ ստացվեց եւ կարծում եմ, որ շատ ավելի լայն լսարան ունենանք եւ դա շատ լավ է, որովհետեւ կարծում եմ շատ օգտակար կլինի ցանկացած մարդ իմանա իր հոգեկանի առանձնահատկությունները եւ ունենա իր ձեռքի տակ այն միջոցները, որպեսզի կարողանա ինքն իրեն օգնի։ Ես գիրքը ինչը որ հիմա կա շատ ավելին է, քան ուղղակի ճգնաժամը, որովհետեւ տեղահանում ինքն իրանով տրավմատիկ իրողություն է։ Ի սկզբանե մեր ուղեղը ունի ինքնակարգավորման մեխանիզմներ, պրոստը ժամանակ է պետք։ Բնականաբար, եթե ինչ-որ մեկի համար անցել է, չգիտեմ, 5 տարի ինքը այլ ձև է սկսում արձագանքել, ինչ-որ մեկի համար եթե անցել է 2 տարի կամ 1 տարի, ինքը լրիվ ուժի ձև կսկսի արձագանքել, ավելի ինտենսիվ կսկսի արձագանքել, հա։ Ուղեցույցի, հա, ձեռնարկի շատ յուրահատուկ մասը հենց podcast-ը ոնց որ երկու մասով է յուրահատուկ, ինձ համար ինքը յուրահատուկ է հոգեկրթման առումով, հա, եթե նայում ենք հենց տրավմաների հաղթահարման համար շատ կարևոր է հոգեկրթումը, հա, մարդ ով հոգեկրթվում է, ինքը գիտի ինչ է կատարվում իր հետ, ինքը գիտի իր ֆիզիոլոգիական դրսևորումների ձևը, աղբյուրը եւ կարողանում է վերականգնել դրանց հանդեպ որոշակի վերահսկողություն։ Պոդքասթը տեսակ շատ ցենց համահուն, շատ լրացնող էր ձեռնարկին, որը անկեղծ ասած իմ համար Հայաստանի իրականություն նորություններ ու տեսակ շատ մեկը մեկին փոխ լրացնող է։